Տաղավարում մեզ է միացել տնտեսագետ Լիլիա Ամիրխանյանը։ Լիլիա, սովորաբար համաշխարհային անկայունությունների ժամանակ ոսկու գինը բարձրանում է, բայց հիմա կարծես թե հակառակ պատկերն ենք տեսնում, անկում է գրանցվել։ Ինչով է սա պայմանավորված եւ ինչ խնդիրներ, ինչ մտահոգություններ կան սրա հետ կապված։ Հետաքրքիր զարգացումներ են իրականում, որովհետև ինչպես նշեցիր, իսկապես անորոշությունների ժամանակ ոսկին դառնում է ամենավստահելի, այսպես ասած, ներդրում ընդունող գործիքը, նաև այդպես կարող ենք ձևակերպել։ Այս անկումը առավելապես պայմանավորված է կարծես թե Թրամփի հայտարարությունով, Իրանի նավթային ենթակառուցվածքների վրա հարձակման հետաձգման մասով եւ նաև այն մեսիջով, որ բանակցություններ են ընթանում, թեև եղավ հերքում դրա հետ կապված, բայց ֆինանսական խաղացողների մոտ որոշակի հույս արթնացավ։ Իհարկե մենք խոսում ենք խիստ կարճաժամկետ, այսպես էմոցիոնալ փոփոխությունների մասին, բայց առաջացավ հույս, որ կոնֆլիկտը կարող է հանգուցալուծման գալ եւ հետեւաբար շուկաները սկսեցին վերադառնալ, այսպես ասած, բնականոն վիճակի։ Բայց սա շատ կարճաժամկետ իրականում իրավիճակ է եւ նաեւ գնահատականն էլ կարելի է այդպեսին ձևակերպել, շատ ավելի երկարաժամկետում եւս հնարավոր է ոսկու գների անկում, դա էլ է շատ հետաքրքիր, երկարաժամկետ, նկատի ունենք կոնֆլիկտի երկարաձգման պայմաններում, որը եւս թվում է թե մեր առաջին մտքի հետ հակասականություն է բերում, բայց ինչով է դա պայմանավորված, տես, Մերձավոր Արևելյան զարգացումների ամենաառաջին բացասական ազդեցություններից դա նույն ինֆլյացիոն ռիսկերն են, գնաճի հետ կապված ռիսկերը, որոնք արդեն իսկ ամերիկյան Ֆեդրեզերվի կողմից հիմնական տոկոսադրույքը չնվազեցնելու, որոշ գնահատականներով նաև այդ տոկոսադրույքը բարձրացնելու նախադրյալներ են ստեղծում, իսկ բարձր տոկոսադրույքը նույն ներդրումները դեպի իրեն ձգելու միջավայր եւ նախադրյալ է ստեղծում, հետեւաբար նույն ոսկու պաշարներին տիրապետողները արագ փորձում են հրաժարվել եւ ձեռք բերել դոլարային պահուստներ, ինչի արդյունքում պահանջարկը կրճատվում է։ Հետեւաբար հնարավոր է, որ մենք ոսկու անկման միտումներին դեռ ականատես լինենք, բայց նորից պիտի կրկնեմ, խիստ ժամանակավոր, խիստ կարճաժամկետ, էմոցիոնալ վարքագծերի հետ մենք գործ ունենք, ֆինանսական շուկաները շատ զգայուն են եւ դա բնորոշ է նրանց։